Դեմ դիմաց Ռաֆայելի և Դերենիկի հետ Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք շոու R-Music հայերի ամենասիրելի ռադիոկայան Դեմ դիմաց Ռաֆայելի և Դերենիկի հետ Հոլաներ, բոնժորներ, բոլորին, ովքեր միացել են մեզ, դեմ դիմաց, Ռաֆայելի և Դերենիկի հետ շոուն կենդանի եթերում, մեկնարկել է Դերենիկ, բարի օր ու բարի լույս, բոլորին, բարի լույս բոլորին, նաև քեզ բարի երեկո, ոնց տեղ հասար, հասել եմ, կարևորը դա է, օվկիանոսը կտրեցիր, հայրենիքն ու մայրենիքը բախվեցին իրար այո, եկա կտրեցի օվկիանոսը, Եվ եկա ցրտաշունչ Երևան, լրիվ սենց են, որ ձմեռը պատրաստ է զբաղեցնելու իր դիրքերը, բայց օդում կախված է մոխրի հոտը, ցավում եմ, բայց Դիլիջան ազգային պարկը շատ մեծ հրդեհների մեջ է, մեծամասշտաբ, բնակիչների կարծիքով, նորից սա մասնագիտական կարծիք չի, բայց ասում են 100 տարի ստեղ ապրել ենք, այս խոնավության, այս բանի մեջ չենք տեսել, որ նոյեմբերի վերջ ձմռանը հրդեհ լինի, վառել են ասում, հնարավոր չի, չենք հավատում մի խոսքով, չեմ ուզում զրպարտանք անել, մյուս կողմից էլ չեմ ուզում պատկերացնել, որ մեր մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կգնան ու անտառներ կվառեն, էլի հասկանում ես, այդ այնքան անմարդկային է բոլոր իմաստներով, բայց ունենք այն ինչ ունենք Կարող է պատահական էլ լինի այնտեղ խորոված եւ այլն կրակ վառել։ Ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ կրակի հետ վարվեցողության դասեր էր, որ ասեցիր, ուրեմն Միացյալ Նահանգները մեզ խոսում եմ երևի մի 7-8 տարվա պատմություն։ Մի հատ բար կար հրդեհ հրշեջների ղեկավար կար։ Եվ պրոֆեսոր էր հրշեջային ինչ-որ գիտությունների։ Լուրջ այդպիսի կոչում էլ կա։ Եվ ինքը կարողանում էր հոյակապ հասկանալ, թե որտեղից է սկսվել, ոնց է եղել այդ ամեն դրա մասնագետներ, դոկտոր պրոֆեսոր, վերջում ինչ պարզվի մի քանի տարի հետո, որ ինքը այդ բաներ Արսեն են ասում, այստեղ դիտավորյալ, որ հրդեհ են անում, ինքը այդ հրդեհները սարքում է, հետո ինքը բացահայտում է, ու բոլորը զարմանում, ոնց իմացա, որ հենց այստեղից եւ այլն, տարիներ շարունակ, հրշեջ բանի կայանի ղեկավարը պրոֆեսորը, բան ինքն էր այդ ամեն ինչը անում, շատ տարօրինակ մի պատմություն էր։ Միացեք մեր եթերին հարգելի բարեկամներ, այդտեղ տարօրինակ բան չկա, 747 477 34 44 մեր մշտական հեռախոսահամարը կապի մեջ է, այս հեռավար զրույցները անցյալում են եւ մենք կրկին ավանդական ձևաչափով հանդիպեցինք ու գնում ենք առաջ։ Այսօր արդեն 4-շաբթի է, կիսել ենք աշխատանքային շաբաթը եւ 4 օրից ճանապարհում ենք նաեւ աշնան վերջին ամիսը նոյեմբերը եւ holiday season-ը իր տարերքի մեջ է։ Դերենիկ այդ ինչ էր կատարում խաղոնները, կարոտել է այդ տեսարանները ստեղ կա, բայց տենց չի ոնց որ ամեն քայլին, ամեն տեղ այդ զարդարանքը, այդ Christmas gifts, չգիտեմ Black Friday deals, ամեն քայլին այսօր փաթ Black Friday-ա, չէ՞, Black Friday, ճօգտվում եք այդ գնումներից բացարձակապես, մարքեթինգի զոհ չեք դառնում փաստորեն։ Երբեք, ընդհակառակը ես այմար դու գնում եմ ցանկացած տեղ, որ երկու հոգի կանգնած արդեն թողում եմ գալու մնաց այդ։ Ես իսկապես գիտեք ինչ, այս բաները շատ լավ ցույց է տալիս, օրինակ ես չէի պատկերացնի, որ Միացյալ Նահանգներում կարող է նման բան կատարվել խանութներում, ինչա թե ինչ որ մի քանի կոպեկ էժան է ապրանքը։ Ուղղակի սպանում են իրար։ Այստեղից կարելի է ենթադրել, էլի, որ ինչքան բանալ չէ, տենց օրինական երկիր է այս կողմեն, վաղը որ ասենք հացի պակասություն եղավ կամ նման մի բան, կուտեն իրար այս մարդիկ։ Դուրում են էլի, այն կադրերը համացանցում քանի անգամ են տարածվել, որ բեռները բացում են iPhone-ի կամ ինչ-որ բանի, որ վազում են բոլորը, աստված իմ հա էլի։ Ու գիտեք ինչն է հարցը, այնպես չի որ իրենք ասենք կմեռնեն առանց այդ ապրանքներ, ուղղակի ավելի էժան պիտի գնեն, այն էլ չգիտեմ ինչքանով է ճիշտ, ինչքանով է, լավ ենթադրենք, 25-30% պակա, լավ դրա համար արժի երբ վիճակների մեջ են գնել, ես չեմ ասում։ Երկու հատ կոստյում եմ առել 50% զեղչով Black Friday-ին գալուս օրը, հա։ Ես մտա մոլերից մեկը չասեմ որտե, աստված իմ ինչ կոստյումներ են, գիննել կեսկին, ինքը էլի էժան չի, բայց ֆանտաստիկ,
որակյալ սիրուն, 2 հատ առել եմ, նենց որ ես գոհ եմ Բա շոփինգից։ թևերը կարճ չեն, Ռաֆայել։ Չէ, հենց էտա լոնգն էր, որ չկա 52 լոնգն է իմ չափսերը, որտեվ ուսերս առանձնապես լես թիկնեղ չեմ, բայց ձեռքերս երկար են, ինձ համար միշտ դժվար է կոստյում բան գնել, սառոչկա, երկուսն էլ եղավ ֆանտաստիկ օլալա։ Բայց սելա չէր սկսվել Black Friday-ը, չէ։ Ոնց չի սկսել, հենց է սկսել շատ Մի օր չի այդ անտերը, ես չեմ ասում։ Էդի մի օր հենց General օրն է Thanksgiving-ի հաջորդ օրը։ Բայց մի շաբաթը Black Friday week-ն է, որ սկսում է բան։ Բա ես էլ մի ամիտ տունը նստել եմ, այո։ Չէ, գնացեք։ Այսինքն Աստված իմ զարմանք, ես outlet-ներից մեկն էի գնացել Լոս Անջելեսի մատույցներում, ինչ գներով ինչ երկար, ես զարմացա, որ Հայաստանում ինչ-ինչ հագուստը շատ թանկ է ու որպես կանոն անորակ, որտեղ թուրքական է, մեծ մասը, դրա համար եթե նորմալ հագուստ, որ գալիս եմ տեղ, անպայման այդտեղից պիտի գնեմ։ Ինչևէ, ես էլ մեր Black Friday, բայց ուտելիքի վրա էլ է ազդում, ես sense բան չէի տեսել։ Black Friday բան Turkey։ Անդե բաների վրա սուպերմարկետներից մեկում բաժիններում գրած էր ինչ-որ դիլ բան արած այդ պահածայոցված տարբեր ուտելիքներ, խտասրասկատ, չգիտեմ ինչ էր։ Ոյ աստված։ Բայց այդտեղի այդ Nestle խտասրասկաթը երբևէ կերել եք։ Չէ, ես այդ խտացած կաթից վաղուց եմ հրաժարվել։ Լավ է որ հրաժարվել եք դրանից, առանձնապես ինքը լավ բան չի, բայց շատ համով բան է էլի գրողը տանի։ Ախ շատ քաղցր է, չէ, տենց որ հա, կա տենց բան կա։ Ինչ լավ է, ես միշտ երանի եմ տալ այն մարկանց, ովքեր քաղցրի նկատմամբ տենց չեզոք վերաբերմունք ունեն, էլի, որտեվ ամենաադիկտիկ բանն է, չէ։ Այո, գիտեմ դա, այո, մի վրա եմ զգացել։ Ոնց եք հրաժարվել, քաղցրից sense մեկ ու Ոչ թե հրաժար չէ, բանա, գիտեք ինչ, այսինքն այդ օրինակ առնում եմ միշտ ունեմ, բան, անպայման ունեմ բան, այդ սալիկներ շոկոլադի, բայց այն 80%-անոց որ քաղցրի քիչ է, էլի, մինչև ավել մի քիչ էլ, եւ բան ասենք, խմորեղեն, չգիտեմ ինչու երեկոյան այն մոտ տենց բան առաջանում, մի կտոր խմորեղեն կուտել փոքր քուքիներից, կամ քնելուց առաջ մի կտոր շոկոլադ, այսքան կտոր, բայց այդ, որտեվ այդ որ ուտես չես կանգնի, ես հասկացել եմ, որ միանալու չես անջատվի, այո, իհարկե, հա, այդ unstoppable լրիվ, այո։ Բայց հետո անցնում է այդ craving-ը, էլի մի քանի րոպե հետո մոռանում ես, թե չէ որ մի հատ էլ ես, մի հատ էլ կծեմ, եկե տեսնում ես սա ամբողջ սալիկը կերար։ Դե գանք մեր սալիկներին։ Մի բան, դες ասեցիք մի դրվագ եմ ուզում պատմեմ Գերմանիայից Երևան, ով էր ինքնաթիռում մեզ հետ հայերի հետ։ Մեսրոպ Մաշտոցը։ Մոտ եք, շատ մոտ եք։ Չէ, Մեսրոպ Մաշտոցը չէր, Աննա Հակոբյանի եղբայրն էր։ Այսինքն Փեսան, հա։ Հիմա ասենց մի հատ պատմություն։ Աներձակ։ Հիմա քանի որ նայեք համեմատականներ անցկացնում էլի կասեն հանդեսար իշխանության հասցեին չես ասում էսեն ընկերներ էկոնոմ կլասով շատ համես sense իր համար եւ այլն ու որ եկանք իջանք հիմա նոր օրենք է չէ բոլորին ճամպրուկները ստուգում են որ անգարց մի հատ iPhone ավել չբերես որ մաքսազերծեն իրանել մեր հետ միասին տարան բան այդ department-ի այդ կողքը sense տեղ կա առանձին բացեք ճամպրուկը, բացեք էս, այսինքն sense պարզ բան, թվում է թե վարչապետի աներձակն է։ Այսինքն մենք վարչապետի աներձակ, փեսա, եղբայր բան կրակն ենք ընկել երկար ժամանակ, բայց այդպես բան չտեսանք։ Ես զարմացել եմ, ոչ բիզնես կլասով էր, ոչ բան, էկոնոմ կլասը, ավարինի էքզիթի մոտ է նստածեր, այդ fire exit-ը որ կա։ Իմիջիալոց դա կարող է փոքր բան թվալ աչքի հայացքից, բայց դա շատ բան է նշանակում, իսկապես նշանակում է։ Դե հիմա որտեղ մենք իսկապես հիշում ենք, չի առաջ ինչեր է ցանկացած շոֆերը, ասենք վարչապետի շոֆերը կամ նախագահի թակավոր էր, ուր մնաց աներձակը կամ բան, էլի։ Դե փաստա հիմա միլիոնավոր դոլարների քեյսերի գործով են անցնում այդ մարդիկ։
Դրա համար չգիտեմ, այդ ամենը Բայց այդ պահը դուրս չեկավ այդ ճամպրուկ ստուգելը նորից, որտեղ մի ժամանակ կար, հետո վերացին, ընդհանրապես չէին նայում ճամպրուկները, ալես մի բան կասկածեն, էլի։ Հիմա նորից պիտի բացես, հա, փաստորեն ճամպրուկ։ Շատ տհաճ մի բան է, տհաճ պատմություն։ Ու գիտես ի՞նչն է այդ արքեր, մենք էսենց ասում, մի հատ էլի միացած բացենք փակենք ասում է։ Արա դե կամ բացեք կամ մի բացեք, էլի մի հատ, այսինքն իսկ բոլորին թե ընտրում են։ Չէ, բոլորին։ Նայում առեսը, եթե Ամերիկայա եւ Դուբայա, որովհետեւ որպես կանոն տեղից է տեխնիկայի տարբեր սարքավորումներ բաներ են բերում, հա ինձ թվում է այդ շատ օրինակ նայ, որ գալիս ենք, կներեք, ես որ գալիս ենք, հաճախ ճամպրուկը որ բացում եմ, տեսնում եմ, որ Միացյալ Նահանգներում բացվել է ճամպրուկը, մեջը նոթիս են դնում, որ ձեր ճամպրուկը բացած է, գրեթե միշտ բացած է ճամպրուկը։ Ես առաջ անգամ եմ տենց բան լսում, այսքան գնացել եկել եմ, որ ամերիկացիները բացեն ճամպրուկը։ Գրեթե միշտ այսքան առաջին անգամ եմ լսում անգամ։ Տեխնիկա մեջ ունեք։ Տեխնիկա ասելով, այո, միկրոֆոններ, նոթբուք։ Միկրոֆոն չէ, բայց բան ասենք, լապտոպ բան տարել բերել եմ, էլի։ Հա, այդ հիմնականում ասում են այդ լապտոպ տեխնիկա, ինչը որ ծրագրման հետ է կապված, բանը, security is our priority, ինչպես ասում են, ստուգում են, բայց էդի չի հարցը։ Ուրիշ բան, որ դու գալիս ես տեսնում ես, որ բացել են մեջն նոթիս են թողել, ուրիշ բան է, որ այդ սաղի դեմը կանգնած մարդիկ, ինչի պիտի իմանան, ես ինչ կա, կարող այնտեղ 4 շորեր կա, որ ես չեմ ուզում տեսնեն կամ մի խոսքով անձնական բան է, էլի։ Ուրիշ բան է, որ հերոյի աչքից դա ստուգվում, ուրիշ բան է, որ բոլորի ներկայությամբ դրա համար։ Ախր հետո հետարքիր բան, ասենք հեռախոսը որ փնտրում են, փոքր բան է, չէ՞, ամբողջ ճամպրուկը պիտի քանդեն, որ դա տեսնենք, հա թե չկա փաստորեն։ Հեռախոսները առանձին է ու որ առանձինացնում են, դնում են այդ լատոկների մեջ հեռախոսներն ու լապտոպը առանձին է ստուգում, մեջը դնան ինչ կա այդ նստելուց։ Չէ, եթե հիմա ճամպրուկը բացում են հեռախոս են փնտրում, չէ, որ բերած չլինես ավելորդ։ Հա, դե։ Դե դեպի ամբողջ ճամպրուկը նայեն, որ հեռախոսը գտնեն։ Ազնվության համար ասեմ, տենց որ մեջը ընկնեն մանգան, տենց բան չեմ տեսել, բայց որ սենց բացում է, նայում է, սենց այդ հաճելի պահ չի հաստատ։ Ինչ պիտի դու դե տեսնես, կամ եթե ինչ որ բան կա, այտենց տեսնելու կարող ինչ որ գրպանում ա դրած կամ ինչ որ մի բանի արանքում ա դրած, որ դու չես տեսնի այդպես։ Դրա համար մի քիչ պիտի այդ ամենը վերանայվի։ Այդ բախիր է, էլի կամ գոնե ինչ որ ռենտգենային մեքենա ունենա, որ դրանով ստուգեն չբռնեն, ասած այդ բոլորիները։ Հետո այդ ինչքան ժամանակ ա տա բոլորի ճամպրուկները հերթով բացել, փակել, այմար դա դժվար բան է, էլի։ Ու գիտես որ մի հատ մարդ է կանգնած, կներեք, մի հատ մարդ է կանգնած, այն որ արդեն այն որ դուրս պիտի գաս զվարթնոց դուրս գաս, բայց միշտ մարդ է կանգնած, նայում է պիտակները, եթե գրած է Լոսից ես եկե կամ Դուբայից ես եկե, ուղեկցում է, բայց իմեծ կա միներալնի ոդի ռեյսներ, մեր հետ չէր, մին ոդի, իրանց թողեցին գնացին, բան չէ, բայց ամերիկան ու Բասի, ինչ, փաստորեն չես կարող հետդ բան բերել, հա, հեռախոս բերել։ Մի հատից ավել, հա։ Չէ, քոնը եւ մի հատ էլ կարող ես։ Քոնը կարող ես, եթե ես բերել եմ ինձ այդ 3 հատ, բացած տուփով ոչ մի բան չեն ասել։ Բայց եթե փակ տուփով է, հա, այդ խնդիրը, հա։ Նույնն էլ համակարգիչ։ Այս ռադիոյի մի հատ անենց միկրոֆոն են բերել, հեսա ցույց տամ։ Ահա։ Սրան բան ասեցին, որ փակ էր, ասեցի բացեք, բան չի։ Արդեն ինստալում արել։ Շատ լավ։ AMPM-ի համար եմ բերել մի հատ, հեսա։ Նոր եմ դրել։ Շատ սենց անուշ։ Լավ, դրա դեմ ինչ ունեն, ես չեմ հասկանում, միկրոֆոնը տեխնիկա է, բանը, մաքսազերծում։ Ոչ թե չի կարելի, մաքսազերծում, ասենք արժեքը նայում են, գնահատում են 30%-ն, 20%-ն պիտի վճարես։ Եվ վճարեցիր դու դրա համար։ Չէ, ասեցի բացեք, խնդիր չկա, բացեցին, անձնագիրը բան է այդ, որ չվաճառես էլի, որ բացում ես, ահա, տար։ Բան չասեցին, չէ, մարդկանց չզրպարտենք։ Հիմա այստեղ նայեք, մեկնաբանություններում ոմանք ասում են, այս ճանապարհորդության կապած, որ վարչապետի աներձակը ասում է, սա ձև էր, ընկերներ, եթե անգամ ձևը ավելի լավ է թոտենց անեն ձև լինի։ Այն չեք մի անգամից բանը գնում վատ կողմը, էլի։ Ախր մի բան լինի, որ ասես հա սրա համար, ախր չկա, իսկ այդ մարդիկ չեք հավատում, որ ինքն էլ է տենց ապրում, կինն էլ է տենց ապրում, այսինքն ֆինանսապես այս մարդիկ չեն բան անում, էլի դա ականայտ է, էլ գոնե ընդունեք, էլի լավ բան է, ընդունեք այն մարդ։ Դժվար է այդ ընդունելը։ Գիտեք ինչ է, ես ինձ թվում է չեմ պատկերացնում իրանք, ուղղակի ոնց կարող է նման երկրի ղեկավարի աներձակը տենց հաստատ ձև կլինի։
Չէ, մարդիկ այդ ձևի են, պարզ մարդիկ են, գյուղացի մարդիկ են, իրանց պետք չի դա։ Հասկացեք վերջապես, էլի։ Այդ տեսակ մարդիկ էլ կան, հավատացեք, կան եւ հիմա ես ուրախ եմ, որ այդ տեսակ մարդիկ են երկիրը ղեկավարում։ Իրենց բոլոր ամբողջ թերություններով հանդրեց, հասկանում եք։ Այլ ուրախանալու բան է, շատ կարեւոր բան է դա։ Ջերմ եւ կարոտած բարևներ ունենք դերենիկ մեզ ողջունում են կարոտած բարևներ ողջույններ հաճելի է ձեզ նորից տեսնել եւ լսել լավ օր ձեզ Անահիտ Հարությունյանն ասում բարև ձեզ հարգելի Անահիտ այո ինձ հետ էլ է պատահել ճամպրուկս բացել են եւ գրություն են թողել որ ստուգել են ենթադրում եմ այդ անգամ եղած շաքարի սրսկման դեղերի պատճառով է եղել լուսին կարծեմ այ դա խելքի մոտիկ է հա Ես էլ եմ որոշ դեղորայքներ ծանոթներիցս մեկը տվել էր որ փոխանցեցի ենթադրում եմ դրա համար բացել էին ճամպրուկը բայց ցեպ այդ ինչա կոչում շղթան հա շղթան պոկել են հիմա ես չգիտեմ իրանք են պոկել թե բան բայց նոր ճամպրուկեր պոկել էին Այդ էլ կորուստներով եմ Իսկ այդ տարիներին որ գալիս է ես այդ բաներ ասենք մի 10 տարի առաջ 15 տարի առաջ Այդ ջահել կներեք արտահայտությունից բայց լակոտ կանգնած մեկ սենցան $20 տուր չբացեմ ասում եմ պայուսակը հա Ասի բաց $20 Այդ բերնով ուզում է փողը էլի $20 ինչ եմ ես թմրանյութ եմ ծախում ինչ եմ անում որ քեզ փող տամ փոխվել է տարիների ընթացքում ակնհայտ օթանավակայանի սպասարկումը ես լավատես եմ այդ առումով ու ուզում եմ ասեմ թող պատկան մարմինները լսեն որ բավականին լավացել է վիճակը սպասարկման, վերաբերմունքի, ժպտերես են դարձել, օդանավակայանի աշխատողը միշտ մունատ ձյաձ էր մի հատ, չէ, սենց մի հատ է կամ անդուր կնիկ են, որ կեղտա մանգալի ամեն քայլին, ոչ ընկերներ, օ ժպիտներ, ոյ անցեք երրորդ մուտքի մոտ, անցեք ես ժպտերես, օզարմանք Իսկ ամենահավորը Ռաֆայել, այն որ Մոսկվայով են գալիս Aeroflot-ով ամենաէժաններ էլ են ժամանակներում Այդ Ռուսաստանում այդ բանա պասպորտի կոնտրոլ անցնել, այդ ինչ կերպարներ էին նստած, նայմա պասպորտի, նայմա աչքերիդ, նայմա, այն որ արդեն չգիտես ինչ անես էլի, հա։ Իդեպ մինչև ես վերջերս էլ որ դեռ Aeroflot-ը կար, շատ բան չէր փոխվել, այդ նույն մունատ ժողովուրդներն էին, մի անգամ լավ հիշում եմ 17 թիվներ, մարտի 8-ին էր թռիչքը ու լեյովերը Մոսկվայում էր Իջնում ենք Մոսկվա, դե այդ Շերեմեցևոն է շատ մեծ օդանավակայան, բավական մարդ չկա համարը, դատարկություն, ես այդ գեյթը բանը խառնվել եմ իրար, ինչ որ հարցրեցի, ասում եմ, այս աշխատակիցները ուր են, բան, ասում եմ, сегодня 8 марта, ասում եմ, մենք կես դրույքով ենք, full staff-ը չի աշխատում եւ այլն, բան, Էլի մի հատ հարց տվեցի, ասում եմ, как пройти к этому, я вам нормальный русским языком говорю, բան, սենց շատ մունաթով բան արեց, պատասխանեց, ու այդ կուլտուրան կա էլի իրանց մեջ, որ տեսնում են մանավանդ, որ ռուս չես, բանի, տարանջատում են էլի շատ կտրուկ բան կար, բայց Aeroflot-ը հա չկա այլևս միջազգային Մի անգամ էլ ուրեմն էլի այդ Հայաստանում այդ պայսակ բացելու տարիներն է, ուրեմն սենց անցնում եմ բաներ էին, մեկ էլ տեսնեմ մի հատ էլի տենց ջահել տղա մտել է բանի պայսակի մեջ, բան Արտավազդ Փելեշյանի, հանճարեղ կինոռեժիսոր մեր, այդ որ տեսա ինքն խելոք, սենց շատ խելոք մարդ է էլի կանգնել է, ինտելիգենտ Գժվեցի, մեկ էլ իմ ձայնն եմ լսում, ասում եմ դուք գիտեք ում պայսակն եք քրքրում, այ ես սենց բան, մեկ էլ էստեղին բան եղավ, ասում եմ ձեր առաջ կանգնած է Արտավազդ Փելեշյանը, համաշխարհային ճանաչումով կինոռեժիսոր, SN, դուք հասկանում եք ինչ եք անում։ Մեկ էլ էստեղին Ռաֆայել սենց արեց։ Վայ կներեք, սենց հետ դնել բանի մեջ, հա։ Մեկ էլ որ լցեց վերջացրեց, ասեց ամուսնացած ես, էստեղային հարցնում է Փելեշյանը։ Ասեց այո, գրպանից հանեց 2 հրավիրատոմս, իր ակրաս այդ օրերին իր բաներ ֆիլմի պրեմիերաներ լինելու դոկումենտալ ֆիլմի ինչպես միշտ 2 հատ էլ ինձ տվեց, հա, եւ այդպես մասնակցեցինք այդ ֆիլմի։ Բայց իրոք էլի Արտավազդ Փելեշյանը այդ իր մեծության հետ դեռ շատ համեստ մարդ է։ Հիմա է շատ Մանավանդ անձնական շփման մեջ եթե տեսնեք անհրաժեշտության դեպքում միայն խոսող ու փաթախոս համեստ
ազնիվ մի բան Այս արարած։ վերջերս Թումանյան եւ այդ որ փողոցնա Բյուզանդ, չէ, Բրուսովի այդ Հապստոս Բյուզանդ։ հա այդ կողմերը սրճարան կա, որը իդեպ իր անունով է։ Այդ մեծ Սրճարան։ Սրճարան հատակին աստղերի փողոց են փորձ է բացել, ինչքանով է ստացվել այդ հարցը երկրորդ կողմը իր աստղն անդե մեծ դրած ու տեղ նստած սուրճ էր ըմբում, հետո մարդիկ կային ամաչեցին։ Իդեպ հա ուզում եմ ասել, հա դիմել մեր ռադիո լսողներին, բարեկամներ, այս Արտավազդ Փելեշյան YouTube-ը որ բացեք, գրեթե բոլոր ֆիլմերը կա, կարճամետրաժ դոկումենտար ֆիլմեր են։ Նայեք, բանա մեր կինոյի ես իմ կարծիքով ինչ ասեմ, ամենապրոֆեսիոնալ մեր կինո արտադրողն է ինքը, թեորիա ունի 3 հատոր գրած մոնտաժի մասին, գիտնական, ռեժիսոր, պոետիկ հոգի եւ ասում եմ նայեք ֆիլմ, ցանկացած ֆիլմ, մենք ունի մի հատ մեր մասին էլի առանց դոկումենտար շատ ֆիլմեր ունի, նայեք եւ հաճույք ստացեք, որտեվ այս մարդը արժե այդ ուշադրության։ Այո, իհարկե։ Մեզ հետ էլ Ռուսաստան-Հայաստան սահմանին մի ռուս ասաց, մենք քեզ ռուսերեն լեզվով ասացինք, չես հասկանում, հայրիկս ասաց, ես հայ եմ, ռուսերեն լավ չեմ հասկանում, բայց գերմաներեն գիտեմ, կուզես ես քեզ գերմաներեն պատասխանեմ։ Deutschen spreche Anna Ghazaryan Sprechen Sie Deutsch? Աստվածիմ Ֆրանկֆուրտով եմ եկել դերենիկ։ Այդ գերմանական կարգապահությունը վախացնում անգամ։ Բա իրոք այդ ինչ որ մեքենա ազգ է այդ ժողովուրդը։ Էմոցիան մի կողմ նոլ էմոցիա, զերոյական էմոցիա եւ ասենց որ ստաբիլ, էսա պետք, այնա պետք, սպասարկումը լինի, դե Burger King մտա մի կտոր հատ, անգամը տեղի այդ սպասարկումը վարկանական է ամեն ինչը ասենց դույնից ինչ որ քեչափ ինչա։ Լավ, Ռաֆայել, գերմանական մի բան չկար ուտեի, այդ Burger King պետք է ուտեի Գերմանիայում։ Ասած գերմանական ինչ պիտի ուտեմ, այդ կալբասներն ու բաները տանել չեմ կարողանում։ Հա, տանել չեմ կարողանում այդ գերմանական բանը, բացի դա շատ երկար layover էր։ Ես ծրագրել էի դուրս գալ ու միշտ որ գալիս եմ դուրս եմ գալի Ֆրանկֆուրտ, Բոստոնում եմ եւ այլն, բայց ձում ձմեր սառնամանիկ մի հատ փոքր story էի արել YouTube-ում, Facebook-ում։ Հոեսա սարսակալ դուրս գալու չէր, վախեցա հիվանդանան բան, 12 ժամ բանում, օթանավակայանում, Ֆրանկ 12 ժամ։ Աստված իմ, էլ Burger King, էլ ինչ ասես, էլ մանեկած երիսեր, էլ էլեկտրիշկեն նստեցի տերմինալ B, տերմինալ Z, տերմինալ, չգիտեմ, պատտվեցի, չեր անցնում ժամանակը ու չէ, բայց անծայրացիր օթանավակայան, ու տեսա տեղ եմ ասում էլի հանդիպեցի բանի աներձակին, ոտ ինչ էլ անունա չէ, աներձակ։ Հա, աներոտ ձակ էլի մի տեսակ։ Անաստական է մի տեսակ շատ։ Հա, այդ օրինակ քենին շատ բան է, էլի, բա բաջանախը, վայ։ Դե բաջանախը թուրքերեն չի։ Երևի էլի չգիտեմ, մի բան է։ Իմանալով թուրքերեն է։ Այ մարդ, այս օտար լեզու, որ օտար արմատ ասում ենք, չէ, հիմա ես ձեզ մի բան եմ ուզում ցույց տալ, մի վարքյան։ Օտար արմատ։ Դուք մինչև գտնեք այս հաղորդակցությունը էլի ընթերցեմ։ Դեպրեսիային ապրում, որ լավ բան են տեսնում, Աննա Ղազարյանի կարծիքով։ Այս գիրքը տեսնում եք, չէ, տանջված, քրքրված, ուրեմն կոչվում է ռուսկի ինչ էր։ Չէ, սխալ բերեցի։ Ահա։ Հիմա տեսնենք ինչ գրքերի մասն է խոսքը։ Այս մեկը։ Ապա Սլավաչ իностранных слов։ Արտասահմանյան բառերի բառարան, հա։ Հա։ Սա ուրեմն ռուսերենի բանա արտասահմանյան բառերի բառարանն է, թե ինչքան ռուսերենը ունի արտասահմանյան բառեր, որ օգտագործում է ռուսը։ Հաստությունը նայեք մի հատ։ Դե պատկերացնում եմ, հա։ Այո։ Դե հիմա ասեք, որ ավ ռուսաց լեզուն, անհայտացան ռուսները։ Չէ։ Չեխովը ուժեց
թե Դաստոևսկին։ Կամ կարող է իրանց գրողները չեն բան։ Չէ, որտեվ հասկացան այդքան բան, որ դրանից վախենալ պետք չի։ Հասկացան, որ ցանկացած ժողովուրդ, ցանկացած ազգ իր լեզվի մեջ ունի օտար արմատներ, օտար բառերի օգտագործում։ Հարևան ենք, էս ենք, իրար հետ ամուսնանում ենք, կռիվ ենք անում, բարիշում ենք, հնարավոր չի որ չմտնի։ Պետք չի դրանից, ես չեմ ասում իհարկե վերցնենք բոլոր օտար բառերը բան, բայց դրանից պետք չի բան սարքել, էլի մեծ բան սարքել։ Եթե ռուսների նման մարդիկ կարողանում են իրենց թույլ տալ եւ հələ էլ մի հատ բառարան հրատարակեն օտար բառերի իրենց բառարանը, այմար օրինակ վերցնենք, էլի։ Դրական բան է, էլ իրանք ունեն Չեխով, էլ իրանք ունեն Դաստոևսկի, Տոլստոյ եւ այլն եւ այլն եւ այլն։ Ոչ էլ ազգնակոր է, ոչ էլ լեզուն են կորցրել։ Մեր մոտ այդպիսի բան է, չէ՞, վայ, կկորեք մեր լեզուն, մենք կկորենք, չենք կորչի, սիրելիներ, չենք կորչի, ընդհակառակը։ Հարստանում է լեզուն։ Հարստանում է։ Ցանկացած բառ ես անգլերենով որ նայում ես, եկել է բանից, գերմաներենից, անցել է ինչ-որ իտալերենի, հետո եկել է անգլերենի, կամ հակառակը։ Բնական բան է սա։ Պետք չի սրանից վախենալ։ Եթե մերոնք այդպիսի աշխատություն անեին, գիրք հրատարակեին, մի երկու այդքան կլիներ պարսկերենից մենակ, թե որքան փոխառություն։ Ամենաշատ մենք պարսկերենից ունենք, այո, դե զարմանալի չի։ Հարևան ժողովուրդ են դարերով կռվել ենք, էս ենք, ինչ ասել չեն կարել։ Ինչ ասես։ Գայանե Ավետիսյանի հաղորդում։ Թեթև նայեք էլի։ Գայանե Ավետիսյան ասա Ֆրանկֆուրտում են ստուգում, Ռաֆայել, իմ ճամպրուկից ակումուլյատորներ էին հանել, հետնել նամակ էին դրել, խոտ հնձելու ապարատս մնաց առանց ակումուլյատորի, բայց Հայաստանում լուծումը գտան գնեցինք։ Դե երևի էլի, հա, ինչ բան։ Գերմանական խոտ հնձիչ։ Խոտ հնձելու։ Հարգելի Գայանե, խոտ հնձելու սարքեք Գերմանիայից բերե, բանի են Կերխեր ֆիրմայի, չէ, ամենահայտնի Տեղյակ չեմ, այդ գործում չկամ խոտ հնձելու։ Դե հա, Հայաստանում մի քիչ, չգիտեմ, լայն հասկացողություն է այդ ամենը։ Բարևներ, ողջույններ ձեզ, հաճելի է ձեզ նորից տեսնել, լսել, ձեզ լավ օր, Անահիտ Հարությունյան, բարև ձեզ հարգելի է։ Նախկինում աներձակները VIP անցակետով էին անցնում գնում։ Այո։ Լուսնե Կերսյանն է ասում։ Չէ, երել տեսնի։ Նարինե Սողոմոնյան, ի՞նչն է ձև, ոչ մի լավ բան չեք տեսնելու, հարցնում է Նարինեն։ Դերինիկ ջան, դրանք բանսարկուներ են, Մարիամ Մկրտչյանն է ապատեղեկատվության բաները։ Ես անցյալ օրը վարչապետի տղային եմ տեսել ազատ շրջելիս Մաշտոցի պողոտայում, Աննա Ալոյանն է ասում։ Ես տեսել դստերը, կարմիր Ռենոյ ակշում, Ով դստերը, չգիտեմ, հա, վարչապետի դստրին, դուստրը, բայց որ տեսել եմ հոլովը ոնց ան, դստերը, դստրին ես տեսել, դստրին։ Rafael ջան, շնորհակալ եմ, hi, finally came back dear Derenik and Rafael, I have very happy welcome, Աննա Ասլանյան, բարև ձեզ հարգելի Աննա, շնորհակալ ենք, Կիևից բարևներ Արմինե Հովսեփյանը, Արմինե Հովսեփյան կներես, Ռաֆայել, Արմինե Հովսեփյան ասեցիր Կիևից, այո։ Արմինե ջան, եթե հնարավորություն ունեք զանգահարելու, մեզ շատ հետաքրքիր է թե այս պայմանագրի հետ կապված ժողովուրդը այնտեղ ինչ է մտածում այս նոր Թրամփի առաջարկած խաղաղության պայմանագրի Ուկրաինայի ու Ռուսաստանի մեջ։ Եթե հնարավորություն ունեք, խնդրում եմ զանգեք, ես հարցեր ունեմ ձեզ տալու։ Եթե ոչ գոնե երկու բառով գրեք թե ինչ ժողովուրդը ինչ է մտածում, համաձայն չի, այս ամեն ինչի հետ որ տեղի ունենում։ Այդ 26 կետով բաներ տվե դա չէ։ 28 կետից, այո։ Այմարդ ես ինչքան կարդացի, սարսափելի նվաստացուցիչ են պայմանները, որ առաջարկվում է, բայց ասեցին ինչ որ փոփոխություն են անելու, ինչ որ բաներ, եսի ինչ են անելու, վերջնական բան չկա էլի, բայց ինչքան ես հասկացա։ Ինչ լինի Ուկրաինային է լինելու, եթե sense կնա։ Հենց է դա։ Ուրեմն այդ սա շրջանները գրաված մնում է Ռուսաստանին, Ղրիմով, Բանով, Լուգանսկով եւ այլն։ Հետո էլի ինչ որ բաներ, հետո ամենակարևորներից մեկը, ուրեմն նախ չպիտի միանա ՆԱՏՕ-ին եւ 600,000-ից ավել զոր չպիտի ունենա ինքը։ Այսինքն թևի տակ ուզում է իրան պահին այս թուլացած վիճակում, որ վաղ երբ որ հարմար եղա, մտնի գրավի ախր։ Եվ միակ բանը, որ գարանտ են տալիս Եվրոմիություն եւ Ամերիկան, իր անձեռնմխելիության գարանտիան այսօր կա, վաղը
չի լինի, ադմինիստրացիան կփոխվի, քաղաքական լանդշաֆտը կփոխվի ու վեկետեսար չկա այդ ամեն ինչը, էլի կմնա ոչխարը գայլի առաջ էլի։ Չգիտեմ, հիմա ինչ ասում եմ փոքրիկ հարցեր կան այնտեղ բան անելու, տեսնենք, պետք է վաղը, Thanksgiving-ի օրը բանը գալու է նախագահան Զելենսկին գալու է Տրամփի հետ հանդիպելու այդ հարցերը լուծելու համար, տեսնենք ինչ կլինի։ Այստեղ ասում են խոսեք օդի աղտոտվածությունից, քանի որ ռուսներն են այդ մասին միայն բարձրաձայնում, հայերը հոգնել են այդ ամեն ինչից, Նելի Մարգարյանն։ Ռուսները։ Ես չգիտեմ ինչն են բարձրաձայնում, բայց որ օդը աղտոտված է Հայաստանում, այդ ինչ որ նոր թեմա չի, բազմիցս ես էլ դերենիքներ խոսել ենք, անգամ այդ հավելվածների տեղեկություններն ենք հրապարակել, թե որքան աղտոտված է Երևանի օդը եւ ինչ ասենք, օդը աղտոտված է, պատկան մարմիններ, համապատասխան քայլեր ձեռնարկեք։ Այդ հիմա ինչու է Ավինյանն էր խոսում այս վերջերս, ինչու է այս շրջանում թեժանում այս խնդիրը, որովհետեւ հազար անգամ ասեցին Երևանի շրջաններում տերևները այրել չի կարելի, էլի տերևները բաղ ու բոստաններից հավաքում են, հին ու բարի ձևով կրակի են տալիս, այդ ահավոր ծուխը լսում է քաղաքի։ Հետո ուրիշ ախր այս օդի աղտոտությունը ամենաշատ կախված է քաղաքացիներից։ Հիմա որ վաղը ասեն մեքենաները տարեք ստուգման, որ այդ արտահանվող գազերը թունավոր չլինեն, ոչ մեկը չի տանի մեքենան, չի տանի։ Կամ խափեն, կամ փող կտան բան կանեն, օդը կաղտոտեն, հետո էլ կասեն մաքուր չի օդը։ Որտեղից մաքուր լինի այդ օդը։ Որտեղից մաքուր լինի։ Հանում ծախում են, այդ կատալիզատոր են ասում, ինչ են ասում, հանում ծախում են այդ մեքենաների վրայից։ Փողն էլ տալիս են, որ ստուգումներ լինի, գումարը տալիս են, իբր ունեն վերջացած։ Չէ, վերջ, եւ գիտեք ինչ է իրանց պատճառը, այմար դե լավ մենք կաթիլ ենք ծովի մեջ։ Բայց ծովը կաթիլներից է ստեղծվում, հասկանում եք, մի կաթիլ, երկու կաթիլ դառնում է մարդիկ դու։ Եվ սա իսկապես եմ ասում, սա բոլորովին հասարակ խնդիր չի։ Օդի աղտոտությունը ամեն ինչի վրա է ազդում, ամեն ինչի։ Եվ ցանկացած տեսակի առողջական խնդիրներ կարող է առաջացնել օդի աղտոտությունը։ Եթե լավ օդ չես շնչում, վերջացավ, դու կես մարդ ես դառնում արդեն։ Իսկ այդ օդանավից որ իջնում ես Հայաստան, մի անգամից այդ տարբերությունը զգում ես, մանավանդ որ երկար չես եղել, այդ օդի մեջ այդ օդը, այդ բանը էլի, իհարկե պետք է դրա դեմ պայքարել։ Շատ կտրուկ է այստեղ օդը չոր, ահավոր չոր է, որ զգում ես մի անգամից շնչառական համակարգդ։ Այո, վերադառնալով օդանավակայանների թեմային, Հագան Բրյուսելից ասում է, որ Բրյուսելի օդանավակայանից դուրս գալուց հաճախ ստուգում են սիգարետների եւ ալկոհոլի առկայությունը, կոմոդ կա թե չկա։ Այ քեզ բան։ Դե շատ բանում կա։ Երևի մեծ քանակությամբ մասին է խոսքը, չէ՞, ոչ թե ասենք մի տուփ սիգարետ չես կարող ունենալ, չէ՞։ Երկու տուփ է, Ամերիկայում էլ խնդիր կա դրա, երկու տուփից ավել, Ամերիկայում բան 10 տուփ է մինչև։ Չէ, երկու այն տուփ են, մեծ տուփի մասն է։ Բաներից, լավ։ Բրբանկից բարի օր, Մադլեն Աբրամյանն է ասում, բարև ձեզ։ Այո, Աննա Ղազարյանը կասի, հետո էլ ասում են Նիկոլն է մեղավոր այդ օդի աղտոտվածության թեմայի մեջ։ Որ սկսեն տուգանել, կասեն մեր ինքնությանն եք կպնում, Արմինե Հովսեփյանի կարծիքն է։ Անկեղծ չգիտեմ, հովարային անջատումներ են, շատ լուրերին ես վերջերս չեմ հավատում, մենակ մի բան գիտեմ, որ չեն ընկալելու այդ առաջարկը, դա իմ կարծիքն է, Ուկրաինայի այդ անջատումների Եվանի մասն։ Մի հատ էլ կարդա Ռաֆայել, չգիտեմ, հովարային անջատումներ են թե ոչ, շատ լուրեր են ես վերջերս տարածվում, մենակ մի բան գիտեմ, որ չեն ընդունելու այդ առաջարկը, դա իմ կարծիքն է։ Այդպես էլ կարծում եմ ես, որտեղ շատ ստորացուցիչ բաներ կան այնտեղ, տարածիորեն։ Եվ հիմա ես պատկերացնում եմ էլի Ուկրաինայի ղեկավարության առաջ ինչ ծանր խնդիր է դրված այս որոշում կայացնելը։ Գիտեք ինչ, մի բան է ասեն քո համար ես որոշում կայացնում, ուրիշ բան է քո ընտանիքի համար ես որոշում կայ, այդպեսի պահեր էլ է գալիս, որ քո որոշումը կախված է քո ընտանիքի բարօրությունը։ Բայց երբ որ մի ամբողջ երկրի պատասխանատվությունն է քեզ վրա գալիս, դա ինձ թվում է շատ, եւ հենց այստեղ է ղեկավարության ամբողջ բանը իմաստը կուանտ էսենցիան գալիս, որ դու պիտի ամբողջ ժողովրդի փոխարեն պատասխան տաս եւ ամբողջ կյանքում կրես քո վրա այդ պատասխանատվությունը։ Դե բայց ղեկավարի
էությունն է դա Ասում մեծ էտա, այո, այդ էսենցիան էտա, այո։ Դրա համար էլ օրինակ ես երբեք, ասենք, ոչ մի պայմաններում չեմ պատկերացնում նման բանին վրա վերցնել, դա բոլորովին իմը։ միլիոնավոր մարդկանց ճակատագրի։ Իհարկե։ Նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ այսօր Մայրաթորում գումարվել է հայաստանյան եպիսկոպոսների եւ թեմակալ առաջնորդների ժողովը։ Ժողովին քննարկվեց վերջին շրջանում առանձին հոգևորականների կողմից Սուրբ Պատարագի արարողության ընթացքում ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդների անունների հիշատակության միտումնավոր զեղչման խնդիրը։ Մեկը խոսել է իրանց մասին, հա։ Բայց ինչ է կներես Ռաֆայել, միջև շարունակել է։ Ուրեմն, բարձում է, ես չգիտեի, այդպիսի բան կա, որ օրենք ունեն, բոլոր պատարակների ժամանակ պիտի Գարեգինի անունը տրվի։ Այդ նույնը ոնց որ ասես ցանկացած ելույթ պիտի վարչապետի անունը տաս, եթե խոսում ես, էլի, աբսուրդ մի բան է։ Կարթագենի պատմությունը գիտեք։ Մարկոս Պորցին իր բոլոր ելույթները լատիներեն էին, խոսում ասում էր Կարթագեն դելարդա est, Կարթագենը պետք է կործանվի։ Հիմա էսա, Կարթագենը պետք է կործանվի դալարի։ Եպիսկոպոսիաց դասը դատապարտելի նկատեց սույն երևույթը, արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է եւ կարող է հանգեցնել այս բառը ուշադրություն հերձվածքի։ Հա, ես չգիտեմ, այդ նայեցի, ես էլ չհասկացա։ Հերձելը գիտեմ, բայց հերձվածքը չգիտեմ, հա։ Դե այսքան այդ օրը գցենք ձեզ էլի։ Բայց այս որ ասում է կանոնադրություն, չէ՞։ Ես իսկապես շատ լուրջ հարց եմ տալիս։ Ում կողմից է այդ կանոնադրությունը սահմանվել։ Ով արել։ Հոգևոր դասի է ժողովը էլի, հոգևորների։ Որ ժողովը, որ թվին արվել։ Ովքեր են մասնակցել, ովքեր են քվեարկել կողմ, ովքեր են դեմ քվեարկել։ Այդ ասում ու անցնում են իրանք, այմա։ Ինչ է նշանակում։ Այդ օրենքը ով է հիմնել։ Ով։ Դե պալիտ բյուրոն է, եկեղեցական պալիտ բյուրոն է։ Որ թվին։ Երբ է դա օրենք դարձել։ Դրանից առաջ ինչ էր։ Ինչ թվում է, սրանք իրանք ինչ որ բանա ասում են այդ կանոնագիրքը այսպես է։ Ով է գրում այդ կանոնը։ Ասեք մենք էլ իմանանք, մենք ժողովուրդ ենք, այմա։ We the people։ We the people լավ։ Վերջին նախադասությունը։ Ժողովը կարևոր նկատեց, որ հոգևորականները չտրվեն պարակտիչ գործողությունների եւ սադրանքների, պահպանեն միաբանության ոգին, հանուն առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության։ Այսինքն ինչ արել են, չեն արել եւ այլն, մի կողմ անսասան լանգ եղեք։ Ռաֆայել այդ բանը մի հատ Google արա էլի հերձել, հերձման, հարցն հերձված, այդ հերձելը որ բացում են մարմինը տեղից ինչ որ սկրիցիան է, էլի։ Chat GPT-ն։ Ստերեոտիպն է դա արմատը։ GPT-ն եմ հարցնում, ահա։ Մեր հին ու բարի GPT։ Okay։ Ինչ է նշանակում որ copy paste անես ինքը ասում առանց բանի։ Հա, հարցը պետք չի տանը։ Հետևածք։ Ձեր գրած բառը ինքնուրույն հստակ իմաստ չունի առանց համատեքստի։ Լավ։ Լավ սկիզբ։ Առանց համատեքստի այն իմաստ չունի։ Հերձված բառը հնարավոր է այսպիսի իմաստ ունենա. հերձված, կտրվածք, բժշկության մեջ վիրաբուժական կտրվածք, գործողությունից ստացված կտրված բացում, ավելի ընդհանուր ակտով կամ սուր գործիքով։ Հերձվածքի of the cut of dissection, բան չկա։ Dissection, հա։ Ինչ է նշանակում, արի սենց անեմ մի հատ էլի, ավելի մանրամասն փորձեմ քաղել։ Հայկական բառ է, որը հերձվածք բառի սեռական հոլովն է, ում ինչի հարցին պատասխանելով։ Բառի իմաստը հերձվածք, դա կտրվածքի վիրաբուժական բացված, այսինքն նշանակում է կտրվածք վիրահատական գործողությամբ։ Շո, այսինքն կհանգեցնի հերձվածքի, այսինքն վերքերը հասցնել, երևի տենց մի պատար կանի, հա։ Բայց գիտես ոնց կարանք խորանանք այս իմաստով ասում եմ։ Մի հատ նորից կարդամ։ Եկեղեցաբանական տեսանկյունից այն հակակրոնական է եւ կարող է հանգեցնել հերձվածքի։ Կարանք սենց դիտարկենք։ Այն որ հանկարծ բացվի,
Սերծվածքի ժամանակ ինչքան են որ թույն թարաղ, ինչքան բան կա, կարա դուրս գա ջրի երես, որովհետև այդ ժամանակ նաև բացվածք են անում, երբ որ գանգրենոս գոյացություն կա եւ պիտի կտրված կարվի, որ ինձ թվում է այս տեսանկյունով կարող ենք դիտարկել հարցը։ Okay։ Բարևներ, ողջույններ, ուրախ ենք ձեզ նորից տեսնել, լսել ձեզ, լավ օր, Անահիտ Հարությունյանն է ասում։ Բարև ձեզ։ Ռաֆայել ջան, քանի որ չունենք այսօր Ռաֆայել։ Ունենք, ես մտածում էի commercial-ով փակենք, որովհետև արդեն մի 20 րոպե անցել են commercial-ի ժամից։ Ռաֆայել ջան, քանի որ մենք ապրում ենք նույն թաղամասում, ահա որ սև ծուխ է միշտ բարձրանում վերև ու ոչ մեկին դա չի հետաքրքրում։ Հարգելի, ես չեմ նկատել, հարգելի Նելի Մարգարյան, ավելի ուշադիր կլինեմ, սև ծուխ որ կողմերից մի հատ ինձ անձնական նամակով գրեք, ես որպես սրտացավ քաղաքացի փորձեմ պատասխաններ գտնել։ Իսկ այդ Դիլիջանի բանից ծուխի հոտ է գալիս, հա, Հերդեհից, մինչև Երևան հասել, հա։ Այո, ակնհայտ։ Ոնց էր Գլենդելում են, որ Սանտա Կլարիտան վառվում էր, մենք ծխի մեջ էինք, այդպես է։ Ակնհայտ օդի մեջ այդ վառած փայտի այդ հոտը կա։ Գայանե Ավետիսյանը ասում է, այո, խոտ հնձելու սարք են բերել 2 հատ։ Իմ ուզածից Հայաստանում չգտա, Հոլանդիայից եմ գնել։ Հոլանդիայում խնդրեմ չէր, բայց Ֆրանկֆուրտում խիստ էր ավելի։ Ասե խոտ հնձելու։ Բայց ես չեմ հասկանում, եթե գործիքը թողնում են տանես, ինչու իր բանը մարտկոցը չեն թողնում, որ անցկացնես, չէ։ Այդ հարցերով արդեն հարգելի Գայանն կպատասխանի, եկավ commercial-ի պահը, հարգելիներս։ Մեր հարգելի գործընկերներին ասենք thank-you-ներ, որ մեզ հետ են, շնորհակալություն, երախտագիտություն եւ կոչ, քանի որ նոր եթերաշրջանն է մեր մեկնարկում, արդեն ամանորյա շնչով, եթե կան բիզնեսի տերեր, ովքեր ակցիաներ ունեն, ինչ-որ հատուկ բաներ են տոնական շրջանում իրականացնում, եկեք համագործակցենք ռադիոյի եթերով, եկեք միասին աշխատենք, ձեր գովազդն ու հատուկ ծանոթությունները գեղեցիկ պատրաստմամբ ձևավորմամբ տեղադրենք եթերում եւ սկսենք միասին աշխատել։ Իսկ հիմա մեր գործընկերների գովազդային ծանոթությունները գանք եւ ամփոփենք հաղորդումը, հեռու չգնաք։ Հայերի ամենասիրելի ռադիոկայան։ Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ։ Ողջույն եւս մեկ անգամ հաղորդման վերջին հատվածն է մեկնարկել։ Դերենիկ, իդեպ այնքան շատ արձագանքներ ստացանք այս հերձվածք բառը դիպել է մեր ռադիոլսողներին, շատերը էլ ChatGPT, էլ Google, էլ Բարարան, որտեղից ասես որ տեղեկություններ են փոխանցում։ Շնորհակալ ենք հարգելի բարեկամներ։ Ըստ էության ChatGPT-ի պատասխանն է, այնպես որ շատ հերձված բառն է, այո, պետք է ենթադրել։ Եվ մենք փոքրիկ նորություն ունենք նորից մեր կաշառակերների վերաբերյալ։ Կոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը կաշառք ստանալու մեղադրանքով։ Էլ բնագավառ չմնաց, ասում եմ ձեզ։ Եվս 2 ան ձերբակալվել է կաշառք ստանալու օժանդակելու եւ այլ մեղադրանքներով նրանց նկատմամբ կալանքը որպես խափանումը կիրառելու միջնորդություն է ներկայացնել դատարան, որոնք բավարարվել են, այսինքն ձերբակալվել են։ Ֆիզկուլտի դասախոսը թե ղեկավարը, ով էր? Դասախոսը թե ամբիոնի վարիչը։ Ամբիոնի վարիչը, հա։ Ֆիզիկական սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը։ Կաշառք փողով մարդ է ընդունում ինստիտուտ, հետո զարմանում ենք, որ ֆուտբոլ չունենք։ Որտեղից ունենանք, որ փողով են ընդունում մարդիկ։ Կարող ես վազես, արի։ Լավը, վատը էտա։ Ամոթել բան ունես, էլի մարդիկ բան են անում, ապրի էլի, չէ, պետք է անպայման գող։ Մարդկանց մեջ էլի, դից թվում է, եթե կա այդ արատը, տեղից չես դուրս գա, բառացիորեն, հնարավոր չէ։ Դերենիկի հետ կապը ընդհատվեց, ընկերներ, փորձեմ հետ կապ հաստատել, բայց իրոք չկա մի բնագավառ, ընդհանրապես լրատվականի, որ բացահայտումներին ծանոթանում եմ, եթե անգամ կեսը ճիշտ լինի, ես զարմանում եմ, որ մենք որպես պետություն դեռ եկի հասել ենք այսօր, այդ վատ չի։ Դերենիկը ընդհատվել էր կապը։ Ասում եմ, այս լրատվականների կոռուպցիան, որ ծանոթանում ես բնագավառին, դեռ հրաշք է, որ մենք կանք որպես պետություն, որպես սուվերեն, որպես իսկապես ես էլ եմ զարմանում, հա։ Որովհետև իրոք բնագավառ ով կարողացել է թալանել, հա։ Ինչ ասես։ Ով կարողացել է։
Դա, այդ է։ Եվ էլ այդ է ասում, որ քանի որ այս մարդկանց մոտ գիտակցությունը չի հասնում այնտեղ, որ կաշառակիրությունը անբարոյական է, հասարակությանը վնաս է եւ այլն, իրանց մենակ վախեցնել է պետք։ Այնքան պիտի ասեն ձերբակալեն, որ ասեն այ մարդ, չէ, էլի, ձերբակալեն, որ կաշառակվեցնեն, թե գիտակցությունը այդտեղ չի հասնում, հա։ Բայց ցանկացած դեպով, եթե այդ կարողանան վերացնել, բայց ինչ թվում է, տենց օր չկա, որ մի քանի հոգի չձերբակալվի, ես մենակ լուրերից եմ նայելով եմ ասում։ Սա պետք է իր ազդեցություն ունենա, էլի արդեն վերջը պետք է մտածի, որ այ մարդ կարող է բռնեմ բանտ գնամ, ինչի սա պետք է ընտանիք ունեմ, երեխաներ ունեմ, ավելի լավ է այսին պաշտոնում մարդավարի աշխատեմ։ Այդ հասարակ բանը։ Հռոմի Պապն ու Էրդողանը կհանդիպեն քննարկելու տարածաշրջանային համաշխարհային զարգացումները։ Թուրքիայի նախագահի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթին Դուրանը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահը նոյեմբերի 27-ից 30-ը Թուրքիայում լինող Հռոմի Պապ Լևոն 14-րդին կհյուրընկալի։ Սոցցանցում կատարած գրառմամբ Դուրանը տեղեկացրել է, որ նախատեսվում է Պապի եւ Էրդողանի հանդիպումը, որտեղ կողմերը կքննարկեն Թուրքիա-Վատիկան հարաբերությունները, Պաղեստինի շուրջ տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային համաշխարհային զարգացումները։ Նշվել է նաև, որ նոյեմբերի 28-ին ուրբաթ օրը Լևոն 14-րդը այցելելու է Նիկեայի բազիլիկա եւ Այա Սոֆիա մզկիթ։ Այցը նվիրված է Նիկեայի առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակին։ Տիեզերական ժողով, այ։ Դե այդ ժամանակ էր, չէ՞ որ բաժանվեցին։ Այդ տիեզերական ժողովը չէր, որ կաթոլիցիզմն ու բանը ինչան ուղղափառն ու կաթոլիցիզմը այդ ժամանակ բաժանվեցին վերջնական։ Դե սպանում էին իրար էլի, այդ Հռոմը բաժանվեց բյուզանդիան կաթոլիկ դարավ, չէ, բյուզանդիան ուղղափառ դարավ, Հռոմը կաթոլիկ ու գնաց այդ պատերազմը։ Բայց այդքան որ կաթոլիկները բողոքական են սպանել, տառացիորեն այ մարդ, վայ։ Մտնում էին Գերմանիայում մանավանդ, միշտ եվրոպական երկրներում էլ գիշերով մտնում էին բողոքականների տուն ու երեխաներով անով մորթում էին, տառացիորեն մորթում էին, բոլորին բողոքական ասելով։ Ես իսկապես չեմ հասկանում, էլի, Աստծո անունից ոնց կարելի է իրար մորթել, երկուսն էլ քրիստոնյա, բայց ինքը ուրիշ տեսակ քրիստոնյա է։ Ուրեմն իրան պետքա մորթել, երեխեքով հանդերձ, որ վաղը երեխեքը չմեծանան դա։ Եվ մարդկությունը սրա հետ հաշտվում է մի տեսակ։ Նորմալ է ընդունում, դե հիմա գիտեք ինչ ժամանակներ էս էին, ժամանակներ են էին, ոնց կարելի է այ մարդ մորթել մարդուն այն բանի համար, որ ինքը մի քիչ այլ կերպ է մտածում նույն բանի մասին։ Բայց իրոք ժամանակները այդ էին։ Հիմա ինչ անենք։ Հիմա դատապարտի։ Այ քեզ բան։ Ռաֆայել, նա ես քեզ ասեմ, եթե հիմա էլ այդ հնարավորությունը ունենան, էլի կմորթեն, հավատա ինձ։ Դե անում են էլ ոնց անեն, էլի այլ ձև են անում, բայց հա, ինչ է նշանակում ժամանակները տարբեր են։ Ոնց կարելի է հաշտվել այդ մտքերը։ Ոնց ասեմ, ինչ քայլեր անենք, ինչ անենք, օքեյ, հաշտ չենք։ Ես էլ եմ բողոքում, դուք էլ եք բողոքում, այնքան ինչքան մենք ես հայկական մեդիայում ոչ մի այդպես հաղորդում չեմ ճանաչում, որ այսքան եկեղեցու խնդիրներից խոսա, ինչքան մենք ենք խոսում, բայց ինչ անենք, բացի խոսելուց, ինչ պետք է անենք։ Փակեն վերջանա այդ պատմությունը ամբողջ։ Եկեղեցին Երիքա ինչքան արուն խմեցին։ Ոսված չեմ պատկերացնում այդ օրը գա։ Բա չես պատկերացնում, բա ուրիշ ինչ անես, հա։ Էլ չեմ ասում մանկապղծություն։ Իմ ընկերը հիմա որ էստեղ ես իր հետ ընկերություն եմ անում, մոտավորապես ինձ տարեկից, որ ծնվել է Հալեպում։ Ասում է գիշերները վախենում էի, ու ինչ արել մայրը, տարել է եկեղեցի, ասում է տերտերը փեշի տակ մցրեց ինձ, ասում է, որ այդ անցնի է, ասում։ Այս խոսում եմ մեր ժամանակներում արդեն։ Դուք պատկերացնում եք, տերտերի փեշի տակ է մցրել, ինչի համար է երեխուն փեշի տակ մցնում, ես չգիտեմ, չեմ էլ ուզում իմանամ, հա։ Որ վախը անցնի երեխայի։ Ես խոսում եմ 20-րդ դար։ 18-13-րդ դար չեմ ասում։ Հայտնի տեսանյութ կա, ես իմով ինչ որ մեղքեր գործ է, տերտերը հեծնել էր եւ ինքը պիտի այդ հեծնած, այդ վիդեոն կա YouTube-ում, պիտի բարձրանա սրբի դուռը, հեծնած ոնց որ Հիսուսը էշով մտավ Երուսաղեմ, այդ նույն տեսարանով հեծնում է բան։ Չգիտեմ այս ամենը ուրա տանելու, բայց ունենք ինչ ունենք։ Բաժանվել են 451 թվին, Արմինե Հովսեփյանն է ասում։ Դե դա էլի երևի 1751 Ավարայրից հետո բաժանվել աշխույս։ 5-րդ դարում էլի Ավարայր։ Բարև ձեզ։
Բարի վերադարձ հայրենիք Կլարետ Նազարյանն է ասում։ Բարև ձեզ Տիկին Նազարյան։ Այո։ Քաղաքեդոնիայի ժողովին են բաժանվել 451 թվականին ստեղ Արմինե Օսեփյանն է մեզ հուշում։ Շնորհակալություն պատմական տեղեկությունների համար։ Քաղաքեդոնիայի ժողովը։ Ահա։ Բարևներ, ողջույններ, ուրախ ենք ձեզ նորից տեսնել։ Այնակ ինչ են բաժանվել քո կարծիքով, փողը չեն կարողացել կիսել, ոչ թե ինչի համար, իհարկե։ Տարածությունը բանը էլի, օլիգարխների նման ոնց են իրար սպանում, չէ՞։ Հիմնական տարբերությունը ուղղափառների ու կաթոլիկների, որ աչից ծախ են խաչակնքվում, նրանք ծախից վերջացավ։ Այդ ճիշտ Գուլիվերի ճամփորդությունների բանն է, որ ասում է այդ երկու երկրները պատերազմում են, որ մեկը ասում է ձուն բութ կողմից պետք է կոտրել, մեկը ասում է չէ սուր կողմից, այսինքն նա հարցնում եմ ChatGPT-ին, քանի բաց ասում եմ, ինչու՞մ է էական տարբերությունը ուղղափառների եւ կաթոլիկների։ Մի հատ հասկանանք, էլի ավելի sense սպարս լեզվով տեսնենք մեր լավ ընկերը ինչ կասի։ Էական եւ հստակ տարբերությունները օրթոդոքս եւ կաթոլիկ եկեղեցիականների միջև ավելորդ մանրամասնություններն են։ Ավելորդ բառը։ Ես բողոքականները գիտեմ ինչ, որտեվ ասեցին ոսկին բան այդ պալատները մեզ պետք չի, ասենք Հիսուսը այդ չի պատվիրել մեզ եւ այլն, որը բնականաբար կաթոլիկ եկեղեցու դուր չեկա ոսկո վրա է հիմնված ամենը։ Նա ինչ է ասում, ասում է հիմնականը կաթոլիկները հավատում են Սուրբ Հոգուն հորից եւ որդուց։ Ուղղափառները հավատում են Սուրբ Հոգուն միայն հորից, ոչ թե որդուց։ Վերջ, ես եմ։ Всё հերիքա որ իրար որդեր։ Ու դարերով սպանել են իրար։ Կաթոլիկները ընդունում են Հռոմի Պապի բացարձակ եւ բարձրագույն անվերապահ իշխանությունը։ Ուղղափառները չեն ընդունում Պապի գերիշխանությունը եւ համագումարյան սենոդական կառավարության ձև են դա որակում, բոլոր պատրիարքներին ու եպիսկոպոսները հավասար իրավունքներ ունեն ուղղափառների մոտ, իսկ կաթոլիկների մոտ ոչ։ Համար ուղղափառները կարգի ժողովուրդ են աշխից դուրս գալու վերջում։ Սա հիմնական պատճառներն են, որոնք եկեղեցին բաժանում են ավելի քան 1000 տարի։ Վերջ, էս անկետներ տարբերությունը։ Որ իմանաս որ ասա Մարտա Անգեմեր է, չէ, դե կաթոլիկները որպես Հռոմ իսկական ուզում էին, որ իրանց տիրապետության տակ լինի եւ այլն, ուղղափառները ասում են, չէ, ընկեր ջան, մենք քո ձեռը չենք պաչի։ Հաքս էին տալիս ախր Վատիկանին բոլորը Հռոմի Պապին, փող էին տալիս։ Դրա համար ասեցին չէ, հերիքա, մենք չենք ուզում մեր փողը ձեզ տալ։ Այստեղ ծիսակարգի հետ հարց կա, ասում են ուղղափառները ծիսական ոճը շեշտ է դնում են խորհրդատվության իկոնաների վրա, կաթոլիկները օգտագործում են ավանդական ժամանակակից ծիսակարգ առանց իկոնաների։ Same difference որ ասում են անգլերեն, չէ։ Ու սա ընկերներ դարերով իրար տեսեք ինչ են արել։ Պատմական բաժանում։ Դե ինչքան ժողովուրդը ոչ կրթված էր, այնքան հեշտ էր իրանց համար տիրել, ինչ ուզում ես անես, բայց ինչքան սկսեց ժողովուրդը կրթություն ստանալ, այսինքն այդ պտղից կերավ իմաստության ծառի, այնքան հասկացավ, որ էս ինչ է կատարում, այ մի րոպես ինչ եք դուք անում էլի։ Դրա համար էլ այդ խիստ ստատիստիկա կա, այն երկրները, որտեղ կրթությունը բարձր է, հավատքը ցածր է եւ հակառակը, որտեղ կրթություն չկա, Աֆղանստան եւ այլն, Պակիստան վերցրու, այնտեղ բոլորը հույսները դրել են Աստծո վրա։ Դա իրանց գործն է իհարկե։ Ես այստեղ 1054 թվին է Ժորժ ջան բաժանվել, ոչ թե 451։ Գրված է 1054 թվականին տեղի ունեցավ մեծ բաժանումը, ինչպես կաթողիկ։ 11-րդ դարում։ Ուրեմն բաժանվեցին արևելյան եւ արևմտյան, որը հետագայում դարձավ կաթոլիկ եւ ուղղափառ։ Այսինքն առաջ կաթոլիկ ուղղափառը չէին, արևմտյան եւ արևելյան էին 1054 թվականին մեկնարկեց քրիստոնեական աշխարհի ապագան դարերով շարունակվող հսկայական բաժանումը, պատճառները կուտակվել էին ավելի քան 500 տարի։
Սա միաժամանակ Ավելի քան $500 էր պատճառը։ հավատաբանական, քաղաքական, մշակութային եւ ծիսական տարբերություններ պատճառը։ Քրիստոնեական աշխարհը կազմված էր արդեն արևելյան բյուզանդական կայսրությունից, հունական մշակույթը Կոստանդինապոլիս կենտրոնում, այսօրվա Ստամբուլը, եւ արևմտյան լատինական քրիստոնեությունը հռոմեական լատինական մշակույթով Հռոմում։ Երկու կողմերն էլ աստիճանաբար սկսեցին դիտել իրենց որպես գլխավոր քրիստոնյա կենտրոն։ Բնականաբար։ Արևմուտքը խոսում էր լատիներեն, արևելքը խոսում էր հունարեն։ Հռոմի պապը իրեն տեսնում էր որպես ամբողջ աշխարհի հոգևոր գլուխ, սակայն ուղղափառները դա չէին ընդունում։ Սա վերաբերում է հավատամքին, փոքր, բայց ցավոտ հարց է նաև հացը սուրբ պատարագում կիրառելը։ Արևմուտքում օգտագործվում է անխմոր հաց, արևմուտքում խմորիչով։ Ինքը կաթոլիկներն են, դրոժով են արևը շատ գա։ Վերջինը ամենալ, հիմա հասկացա ինչու են, էլ հնարավոր չէ դիմանալ այ մարդ։ Վերջ, այսքան ընկերներ այսօրվա համար օգտագործեք լավ հաց, որակյալ հաց, բայց որ այդքան քիչ է մեր։ Իմիջիալոց մի բան էլ ասեմ, ինչև ստեսությունը, այս կառավարություն Հայաստանի մասին եմ խոսում եւ եկեղեցու պայքարի մեջ ահագին մենք լուսաբանվեցինք, էլի, լուրջ եմ ասում, որտեղ սկսեցին կարդալ, հետաքրքրվել, ինչա, ոնց է եւ այլն, այդ փոշին վրայից մաքրվեց, մեկ է սկսում ես տեսնել իրականությունը, էլի, եւ հələ ավելի է սա բացվելու, ավելի բաներ է գալու, հավատացեք ինձ, սա դեռ միայն սկիզբն է։ Это еще цветочки։ Իհարկե, ուր է, ինչեր է դեռ սպասում։ Ինչեր ենք իմանալու։ Աստված իմ իհարկե։ Դե ինչ այսքանը, լավ ծլերիներ, այո, մինչև վաղը դες ասենք լավ օրվա շարունակություն, այո, կհանդիպենք վաղը։ Ահա ընկերներ, եկա մայրենիք, եկա տուն, այսօր մի քանի ժամ առաջ եմ եկել եւ ուղղակի որ գանվել եմ անկողնում, તો չէի կարողանում ինքնատերապետումս պահպանել հավասարակշռությունս բավականին ծանր թռիչքեր, բայց կարևորը եկանք տուն, եկանք եթեր, եկանք ռադիո եւ հանդիպեցինք ձեզ հետ։ Շնորհակալ ենք ձեր ուշադրության համար, շնորհակալ ենք մասնակցության ամեն ինչի համար եւ մեր գործընկերներից իհարկե, որ մեր կողքին են, մեր հետ քայլում են այս ճանապարհը։